Յուրաքանչյուր ծախսի վերաբաշխում իրականացվում է ծրագրի որոշակի բարդությունների հետ կապված։ Մետրոյի նախագծի մեր պարզ փորձաքննությունը շատ երկար ժամանակ էր տևել, դա է միակ պատճառը, որ այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել եւ պլանավորում ենք ծախսել արդեն հաջորդ տարի։ Եվ շատ տրամաբանական էր, որ այն գումարը, որը չէր ծախսվելու մետրոյի հողերի օտարման համար, խոսքը գնում էր հողերի օտարման մասին, պետք է արդեն նույնպես այդ ոլորտին տրամադրենք եւ տրամադրել ենք 45-12 մետրանոց տրոլեյբուսների գնման համար, որոնք որ մեր հանրային տրանսպորտի բարեփոխման կարևորագույն հատված են, որից հետո մենք հաջորդ տարի փաստացի բոլոր հին տրոլեյբուսները դուրս ենք հանում մեր պարկից եւ մենք ունենում ենք արդիական նոր տրոլեյբուսներով պարկ։ Ինչ վերաբերում է մետրոյին, մետրոն արդեն հաջորդ տարի, արդեն բոլոր դժվար փորձաքննությունները անցած նախագծերը դրվելու են այսպես կոչվող FIDIC պայմանագրով մրցույթի, որը որ ենթադրում է փուլային, այսպես ասած, առաջխաղացում, որոշակի նախագծային հստակեցումներ, հողերի օտարումներ եւ կառուցում։